Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը։ Շվեյցարիայում բողոք է ներկայացվել Սոկար Թրեյդինգի դեմ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար։ 2023 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի կողմից ստեղծված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեն Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիայի հետ համատեղ 2026 թվականի մարտի 18-ին Շվեյցարիայում պաշտոնական բողոք է ներկայացրել Soccer Trading SA ընկերության դեմ։ Բողոքում նշվում է, որ ընկերությունը խախտել է պատասխանատու գործարար վարքագծի միջազգային չափանիշները, ֆինանսական աջակցություն ցուցաբերելով մի պետության, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների համար։ Ավստրիան հունվարին Հայաստան և Վրաստան երկու երկրների արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել։ Այս մասին հայտնել է Սպուտնիկ Արմենիան։ Օդանավում գտնվող հայ և վրացի քաղաքացիների թիվը հայտնի չէ, բայց Boeing 737-800 ինքնաթիռը, որը տեղափոխել է արտաքսվածներին, կարող է մինչև 189 ուղևոր տեղավորել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փետրվարին Գերմանիան է Հայաստան ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ, ևս մեկ ինքնաթիռ հունվարին ուղարկել է ԱՄՆ-ն։ ՀՀ իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել արտաքսվածների թվի վերաբերյալ։ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2 ամիս շարունակ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս մասին հայտնել են դատախազությունից։ Միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերն անց կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան տղա երեխա։ 5 երեխաների ներկայությամբ, որից 3-ը մանկահասակ են, նոր հաճնում գտնվող իր բնակարանից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի կրոջը։ Ձերբակալելու պատճառը ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչն է։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։ Ես սրա մասին ուղղակի կրկնում, չխոսալ չեմ կարող, ես ցանկանում եմ բոլորիդ այս մասին իրազեկել, որպեսզի բոլորդ հասկանանք, ինչպիսի ռեպրեսիաների ենք ենթարկվում մեր քաղաքական հայացքների պատճառով կամ մեր, չգիտեմ, խոսքերի ու արտահայտությունների պատճառով։ Մանավանդ թիրախ են արցախցիները։ Քննչական կոմիտեի է հրավիրվել և հարցաքննվել հրապարակորաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Հրապարակորաթերթի մոտ 2 տարի առաջ հրապարակված խմբագրականի հիման վրա է քննչականը վարույթ հարուցել։ Զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հոդվածով։ Արմինե Օհանյանը խնդրի շուրջ տված հարցազրույցում ընդգծել է խմբագրականում իշխանությունը բռնությամբ զավթելու որևէ կոչ չի եղել։ Պարզապես նախընտրական շրջանում փորձ է արվում իրեն վախեցնել և լռեցնել, բայց իմ վախը բռնած է անիմաստ գործողություններ են, ասել է հրապարակորաթերթի գլխավոր խմբագիրը։ Նա նաև ընդգծել է խոսքի համար հետապնդումներ են ձեռնարկվում մի մարդու իշխանության օրոքով նախկինում լրագրող եղած ժամանակ իր հրապարակումներում բազմիցս է բռնության կոչեր հնչեցրել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաստատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Վերջինիս ուղարկավորությունը տեղի կունենա Թեհրանում մարտի 18-ին, հաղորդել է Ֆարս լրատվական գործակալությունը։ ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածներ են հասցրել գերծանր արկերով Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող Իրանի հրթիռային կայաններին, ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության։ Մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ արձակել են 2.2 տոննա քաշով մի քանի բարձր թափանցելիության արկեր Հորմուզի նեղուցի մոտ գտնվող իրանական ամրացված հրթիռային կայանների վրա, ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ զինվորականների տվյալներով տարածաշրջանում գտնվող իրանական հրթիռները սպառնալիք են ներկայացրել միջազգային նավագնացության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության պայմաններում Միացյալ Նահանգներին այլևս անհրաժեշտ չէ և ԱՄՆ-ն նույնիսկ չի ցանկանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների աջակցությունը Հորմուզի նեղուցի անվտանգությունը ապահովելու համար, նշելով, որ Վաշինգտոնը երբեք օգնության կարիք չի ունեցել։ Մեզ տեղեկացրել են ՆԱՏՕ-ի մեծամասնությամբ դաշնակից երկրները, որ նրանք չեն ցանկանում ներգրավել Իրանի ահաբեկչական ռեժիմի դեմ մեր ռազմական գործողություններին։
հայտնել է ԱՄՆ նախագահը։ Քանի որ մենք ունեցել ենք նման ռազմական հաջողություններ, մեզ այլևս ոչ միայն անհրաժեշտ չէ, այլև չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը, հավելել է Թրամփը։ Վերջին տեղեկություններով երկրում ոչ միայն Բաղդադում, այլև ամբողջ Իրաքում զգալի աճ է գրանցվել անօդաչու թռչող սարքերի եւ օդային գործողությունների ակտիվության մեջ, քանի որ ԱՄՆ-Իսրայելի պատերազմը Իրանի դեմ շարունակվում է տարածվել Իրաքի տարածքում։ Բաղդադի կանաչ գոտում, որտեղ տեղակայված է ԱՄՆ դեսպանատունը, արձանագրվել է անօդաչու սարքերի ակտիվություն։ Երկու անօդաչուներ ոչնչացվել են, իսկ երրորդը անհետացել է ռադարներից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը մերձավոր արևելքը ներքաշում է աղետի մեջ։ Իսրայելը ձեռք բերելով իշխանություն եւ իրեն մյուսներից բարձր համարելով, աստիճանաբար մեր տարածաշրջանը ներքաշում է աղետի մեջ, ասել է Թուրքիայի առաջնորդը։ Նա հավելել է, որ Գազայի, Եմենի, Լիբանանի եւ Իրանի վրա Իսրայելի հարձակումները ուղղված չեն անվտանգության ապահովմանը։ Հետևաբար կարևոր է դուրս գալ պարտադրված օրակարգի ձգողականության դաշտից եւ ամբողջ աշխարհին հասցնել փաստերը։ Սա բարբարոսություն եւ խելագարություն է, այնպիսի ձևով, որը արձագանք գտնի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ կարող էր որոշել Վաշինգտոնի դուրս գալը ՆԱՏՕ-ից առանց ԱՄՆ կոնգրեսի մասնակցության։ Ես այդ որոշման համար կոնգրեսի մասնակցությունը չեմ պահանջում։ Ինչպես հավանաբար գիտեք, ես կարող եմ այդ որոշումը կայացնել ինքնուրույն։ Իհարկե, աշխատելու եմ շատ խելացի մարդկանց հետ եւ միշտ հաշվի կառնեմ կոնգրեսի կարծիքը, բայց դրա համար նրանց մասնակցությունը պարտադիր չէ, ասել է Թրամփը։ Նախագահը նշել է, որ ներկայում չի բարձրացնում ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը։ Եթե դուք ասում եք վերանայել հարաբերությունները, ես չեմ անում։ Ներկայում նման մտադրություն չունեմ, բայց ասեմ, որ ես հատկապես ոգևորված չեմ այն ժամանակ, երբ մենք օգնել ենք նրանց Ուկրաինայում, ընդգծել է նա։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Նիստին անվտանգության խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։ Արագածոտնի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր-Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը տնային կալանքից ազատ է արձակվել։ Սրբազանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը համատեղ բացակայելու արգելքի հետ։ Սրբազան հորն արգելվում է առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը, հաղորդակցվել վարույթի մասնակիցների ու Արագածոտնի թեմի հոգևորականների հետ։ Սրբազանին արգելվում է նաև այցելել Արագածոտնի թեմի նստավայր, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող եկեղեցիներ։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների Արևելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին։ Այս մասին հայտնում են ազգային ժողովից։ Ողջունելով հյուրերին Ռուբեն Ռուբինյանը կարևորել է Նորդիկ-Բալթիկ երկրների հետ համագործակցությունը։ Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ Հյուրերը հետաքրքրվել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրանիկ Տերտերյանը մարտի 14-ից 16-ը գործուղվել են Ղազախստանի Հանրապետություն դիտարկելու սահմանադրական հանրաքվեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրավիրել էր Ղազախստանի Հանրապետության հանրաքվեի ընտրական հանձնաժողովը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրավիրել է գործընկերոջ ազգային ժողովի հերթական ընտրություններին։ Ընդունում են, որ 1000 եւ 10000 դրամանոց թղթադրամները խառնում են, բայց փոխելը մեծ ծախս է լինելու։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա մասնավորապես նշել է. «Մենք փորձեցինք 9 մուշի, եթե չեմ սխալվում, 10000 դրամանոցի վրայից գրված 10000-ը փոխել, որ ակներև լինի։ Կա նաև արգումենտ, որ դոլարները բոլորը նույն գույնի, նույն չափի, նույն ձևի են ըստ էության, բայց մարդիկ ուշադիր են ու ոչ մի խնդիր չի առաջանում։ 10 դոլարը 20 դոլարանոցի հետ ոչ ոք չի խառնում», նշել է Գալստյանը։ Դառնալով նոր սերնդի թղթադրամներին Մարտին Գալստյանը հավելել է, որ նոր սերնդի թղթադրամները, եթե չի սխալվում, 3-ից 5 տարվա կյանք են ունենում, միայն թղթից չեն, ունեն պլաստիկի էլեմենտներ, որը թույլ է տալիս, որ մաշվածությունը նվազի։ Ըստ Կենտրոնական բանկի նախագահի, իրենք սրանով գնացել են ծախսերը նվազեցնելու ճանապարհով։ Թրամփի վարչակազմը ցանկանում է իշխանությունից հեռացնել Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելին, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։
Նրանք պարզաբանել են, որ Վաշինգտոնը մտադիր չէ փոխել կղզու քաղաքական համակարգը։ Միացյալ Նահանգները դեռևս որևէ միջոց չի ձեռնարկում Կաստրո ընտանիքի անդամների դեմ, ովքեր մնում են երկրի ամենաազդեցիկ դեմքերը։ Սա համապատասխանում է Թրամփի եւ նրա օգնականների ընդհանուր արտաքին քաղաքականության հանձնառությանը, ռեժիմի պահպանմանը, այլ ոչ թե ռեժիմի փոփոխությանը, նշվում է հոդվածում։ Իրանի իշխանությունները զգուշացրել են, որ Խար կղզու վրա հնարավոր հարձակման դեպքում Թեհրանի հակառակորդները կհայտնվեն առավել նվաստացուցիչ իրավիճակում, քան Հորմուզի նեղուցում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի էներգետիկ հանձնաժողովի խոսնակ Էսմայիլ Հոսեյնին։ Նրա խոսքով ցանկացած փորձ գրոհելու Խար կղզին կհանդիպի կոշտ հակազդեցության եւ կղզին կարող է վերածվել ներխուժողների գերեզմանի։ Իրանը կղզին դիտարկում է որպես ռազմավարական կարևոր օբյեկտ, կապված նավթի արտահանման հետ։ Բաղդադում ԱՄՆ դեսպանատուրն դարձել է զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ, հաղորդում է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Տեղական աղբյուրները հայտնել են Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա զանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումների եւ կանաչ գոտում պայթյունների մասին, նշվում է հրատարակության մեջ։ Ռուսաստանը պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել Կուբային, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից կիրառվող էմբարգոն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվան պատրաստ է աջակցել Հավանային այն չափով, որքանով թույլ են տալիս իր հնարավորությունները։ Վերջինս ընդգծել է, որ Կուբայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները շարունակում են ծանր ազդեցություն ունենալ երկրի տնտեսական իրավիճակի վրա։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ դեմ է միակողմանի պատժամիջոցներին եւ հանդես է գալիս Կուբայի նկատմամբ ճնշումների մեղմացման օգտին։ Իրանի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցրել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ Զաֆրա ավիաբազային Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Շեյխ Իսա ավիաբազային Բահրեյնում, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Նրա տվյալներով հարձակման արդյունքում ոչնչացվել են ամերիկյան ինքնաթիռների համար նախատեսված անգարները։ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը ավիաբազաներում ոչնչացրել են ամերիկյան կործանիչների համար նախատեսված մի քանի անգարներ, օգտագործելով բարձր պայթուցիկ թևավոր հրթիռներ, համատեղ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի գործողության ընթացքում, ասվում է հայտարարության մեջ։ Ֆուջեյրա քաղաքից 23 ծովային մղոն արևելք Միացյալ Արաբական Էմիրությունների արևելյան ափին արկահարվածել է տանկերի։ Այս մասին հաղորդում է թագավորական նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը։ Նավին հարվածել են խարիսխը նետած ժամանակ։ Հաղորդվել է կառուցվածքային աննշան վնասների մասին, անձնակազմի անդամները վնասվածքներ չեն ստացել։ Շրջակա միջավայրի վրա ազդեցություն չի նկատվել, նշվում է հրապարակման մեջ։ Կատարը խնդրել է Միացյալ Նահանգներին մատակարարել հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է New York Times-ը, հղում անելով աղբյուրներին։ Ըստ պարբերականի Պարսից ծոցի երկրները Իրանի դեմ ԱՄՆ գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց նկատել են հրթիռների պակաս։ Թերթը նշել է, որ Կատարի իշխանությունները եւ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հրաժարվել են մեկնաբանել խնդրանքը։ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է այն տեղեկությունները, որ նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին բուժման նպատակով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Սուտ խոսելու սովորությունը երբեք չի լքում ստախոսի միտքը, բայց իրանական ասացվածքն ասում է, որ ստախոսը կարճ հիշողություն ունի եւ մոռացկոտ է։ Գերագույն առաջնորդի Ռուսաստան բուժման համար տեղափոխվելու լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները կարիք չունեն փախչելու եւ ապաստարաններում թաքնվելու։ Նրանց տեղը փողոցներում է, ժողովրդի մեջ, հայտնել է իրանցի դիվանագետը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Իրանի նոր առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեի բուժման նպատակով Մոսկվայում գտնվելու մասին լուրերը։ Հորմուզի նեղուցի բացման գործընթացը պետք է կապված լինի Միացյալ Նահանգների կողմից ռազմավարական զիջումների հետ, հաղորդել է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Հոդվածում նշվում է, նավագնացության վերսկսումը չի կարող դիտարկվել ռազմական գործողությունների պարզ դադարեցման համատեքստում։ Ավելի շուտ Հորմուզի նեղուցի բացման գործընթացը պետք է կապված լինի ռազմավարական զիջումների հետ, նշվում է հրատարակության մեջ։ Սա ներառում է Իրանի դեմ պատժամիջոցների երաշխավորված վերացումը, սառեցված ակտիվների վերադարձը, ամերիկյան բազաների դուրսբերումը եւ ոչ ամերիկյան դոլարային առևտրի զարգացումը։
Ռազմական պաշտոնյաները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել են Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու տարբերակներ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։ Մարտական պլանավորումը ներառում է ինչպես հակամարտության մեղմացման, այնպես էլ դրա սրման տարբերակներ, եթե Սպիտակ տունը փորձի մեծացնել ճնշումը Իրանի վրա, սակայն հեռուստաալիքի աղբյուրները չեն նշել այդ տարբերակների ճշգրիտ բնույթը։ Նշվում է, որ Թրամփի խորհրդականների շրջանում հակամարտության դադարեցման կողմնակիցները մտահոգված են դրա առաջացրած համաշխարհային տնտեսական անկայունությամբ։ Ավելին, գործողության տևողությունը ըստ լրագրողների կարող է փոխվել ամեն օր։ Վերջին օրերին Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 78 օտարերկրացու, այդ թվում ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ ՆԳՆ-ի տվյալներով Վրաստանից արտաքսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելարուսի, Գերմանիայի, Եգիպտոսի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Եմենի, Չինաստանի, Ղրղստանի, Կոնգոյի, Նիգերիայի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի եւ Հարավային Աֆրիկայի քաղաքացիներ։ Այս անձանց արգելվել է մուտք գործել երկիր։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է. Ուրալի տարածաշրջանը այլևս չի հանդիսանում անհասանելի օդային հարվածների համար եւ այժմ գտնվում է անմիջական վտանգի գոտում։ Նրա խոսքով դեռ վերջերս Ուրալը հասանելի չէր Ուկրաինայից հնարավոր օդային հարվածների համար, սակայն ներկայում իրավիճակը փոխվել է եւ տարածաշրջանը դիտարկվում է որպես թիրախային գոտի։ Պաշտոնյան հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նրա հայտարարությունը վկայում է ռազմական սպառնալիքների աշխարհագրության ընդլայնման մասին։ Իրանը կանի ամեն ինչ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ագրեսիան դիմակայելու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Մենք պատերազմ չենք փնտրում եւ չենք սկսել այն, բայց մենք հաջաբար կպաշտպանվենք, կհակազդենք եւ կոշտ կպատասխանենք, ասել է խոսնակը։ Վերջինիս խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, որ ուժի չարաշահումը հանգեցնում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի։ Իսրայելական N-12 հեռուստաալիքի փոխանցմամբ Իսրայելի ուժերի հարձակումների թիրախներից մեկը եղել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նշվում է, որ հարձակման արդյունքների վերաբերյալ ներկայումս որևէ տեղեկատվություն չկա։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի վախենում Իրանի կողմից հնչեցված նախազգուշացումներից, կապված Իսրայելին աջակցելու հետևանքների հետ։ Զելենսկին նշել է, որ նմանատիպ հայտարարություններ լսում են գրեթե ամեն օր եւ դրանք այլևս չեն ազդում Ուկրաինայի դիրքորոշման վրա։ Այս տարիների ընթացքում մենք շատ տարբեր հաղորդագրություններ ենք լսել։ Ոչ, մենք չենք վախենում նման հայտարարություններից, ընդգծել է նախագահը։ Նրա խոսքով Ուկրաինան շարունակելու է իր քաղաքական գիծը, անկախ արտաքին սպառնալիքներից կամ ճնշումներից։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է 3 մարտի 16-ին խորհրդմոր կողմից ծեծի հետևանքով կլինիկական մահ տարած փոքրիկի դեպքին եւ նշել. Ունեցել ենք ահազանգ բժշկական կենտրոնից մեր իրականացրած օպերատիվ աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ արարքը պատահականություն չի եղել, այլ դիտավորություն։ Խոսքը խորհրդմոր մասին է, ասել է նախարարը։ Արաբկիր բժշկական կենտրոնից էլ մանրամասներ են հայտնել երեխայի առողջական վիճակի մասին։ Փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։ Ես տիկին Էդիտա Գզոյանին շատ գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը եւ գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով Էդիտա Գզոյանին թանգարան ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու մասին որոշմանը։ Կարծում եմ, որ մեր համագործակցությունը ամենևին սպառված չէ, բայց կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություններ եւ կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է, որովհետեւ եղել է իրավիճակ, որը չպիտի լիներ եւ այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը, նշել է նախարարը։ Ժաննա Անդրեասյանն ի դեպ հերքել է այն տեղեկությունը, թե թանգարանի աշխատակիցներին ասել է, որ շինարարական խնդիրների պատճառով Էդիտա Գզոյանը հեռացվում։ Ես նման բան չեմ ասել, ես հենց սկզբից էլ ավելի շատ հարցը բարձրացրել եմ կառավարական մասով, նշել է Անդրեասյանը։
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական եւ մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմաթիվ զանգերի, սույնով տեղեկացնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության Կարմիր մահիկ ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք եւ բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, տեղագործական ընկերություններից եւ փրկարար կազմակերպություններից, նշվածը դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Կարմիր մահիկ ընկերության հայտարարության համաձայն վիրավորների թվի աճի եւ բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածության հանգամանքը հաշվի առնելով հրատապության կարգով անհրաժեշտ են բժշկական օգնություն, կենսական նշանակության դեղամիջոցներ, վիրաբուժական սարքավորումներ, շիճուկ եւ բժշկական պարագաներ։ Հետևաբար բոլոր հայրենակիցներին եւ անհատներին, հայկական կազմակերպություններին եւ մատակարարներին հրավիրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում առաքման նպատակով նախաձեռնել նշված պարագաների տրամադրումը։ Կանխիկ դրամական օգնությունների համար Մելաթ բանկի Երևանի մասնաճյուղում բացվել է հաշվեհամար, ասված է հայտարարության մեջ։ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը հնարավոր է ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա։ Կենտրոնական բանկի գնահատականներով դա կկազմի 1.2-ից 1.7%։ Սա ռիսկերի տիրույթում է, մենք չենք ասում, որ սա տեղի է ունենալու, բայց տեղի ունենալու պարագայում գնաճի վրա ազդեցությունը կլինի 1.2-ից 1.7%։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով միջին Արևելքում հակամարտությունը մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից։ Դա բավականին անցանկալի երևույթ է լինելու մեզ համար, որովհետև եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի ու տնտեսական զարգացումների վրա, ընդգծել է Գալստյանը։ Կենտրոնական բանկի նախագահն ասել է, որ եթե արտաքին պահանջարկը նվազել է, բնականաբար կազդի Հայաստանի տնտեսության արդյունքների վրա։ Իրանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքի նավթագազային օբյեկտները կվերածվեն մոխրի բլրերի, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի Խարկ կղզու վրա, որտեղ գտնվում է Իրանի ամենամեծ նավթային տերմինալը, հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի խոսնակ Ադոլֆ Ֆազլ Շեքարչին։ Եթե Միացյալ Նահանգները հարձակվի Խարկ կղզու եւ դրա նավթային տերմինալի վրա, ապա այն երկրների բոլոր նավթագազային օբյեկտները, որտեղից սկսվել է հարձակումը, անմիջապես կվերածվեն մոխրի բլրերի, հայտնել է խոսնակը։ Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Կորեայի Հանրապետությունը, Ֆրանսիան եւ Ճապոնիան բացահայտ կամ անուղղակիորեն մերժել են ԱՄՆ վարչակազմի կոչը, ապահովելու նավթատար նավերի անցումը Հորմուզի նեղուցով։ Մասնավորապես Չինաստանը եւ Ֆրանսիան ընդգծել են տարածաշրջանային վեճի դիվանագիտական լուծման անհրաժեշտությունը։ Միացյալ Թագավորությունը եւ Ճապոնիան միանշանակ մերժել են առաջարկը, մինչդեռ Հարավային Կորեան խոստացել է քննարկել առաջարկը եւ խորհրդակցություններ անցկացնել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իսրայելը միջուկային հարված չի հասցնի Իրանին շարունակվող հակամարտության պայմաններում։ Իսրայելը դա չի անի, Իսրայելը երբեք դա չի անի, ասել է Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցին։ Արդյոք Իսրայելը իր հետ քննարկել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու ծրագրերը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը պատերազմ չի սկսել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ եւ երկրի պաշտպանությունը ցանկացած ներխուժումից հանդիսանում է Թեհրանի բնական եւ օրինական իրավունք, որը իրենք արդյունավետորեն կիրառում են։ Ամերիկյան բազաների օգտագործումը մեր տարածաշրջանում Իրանի դեմ եւ մեր հարաբերությունները հարևանների հետ խափանելու նպատակով պետք է անմիջապես դադարեցվի, հայտնել է նախագահը նշելով, որ այս հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։ Նախագահը նաև նշել է, որ Իրանը ակնկալում է համաշխարհային հանրությունից դատապարտել ներխուժումը, ընդգծելով, որ պատերազմի սկսումը հիմնված կեղծ տեղեկատվության վրա միջնադարյան ոճի գործողություն է 21-րդ դարում։ Իրանի բարձրագույն անվտանգության պաշտոնյան կոչ է արել մուսուլմանական երկրներին վերանայել Իրանի նկատմամբ իրենց դիրքորոշումը, հաշվի առնելով Իրանի եւ ԱՄՆ-Իսրայել պատերազմի իրավիճակը։ Ալի Լարիջանին Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը արաբերենով գրած նավանկում ասել է մյուս երկրների առաջնորդներին մտածել իսլամական աշխարհի ապագայի մասին։ Այսօր հակամարտությունը տեղի է ունենում Ամերիկայի եւ Իսրայելի միջև մեկ կողմում, իսկ դիմադրության ուժերի միջև մյուս կողմում։
Երևանում, նշել է Լարիջանին։ Դուք գիտեք, որ Ամերիկան ոչ ոքի նկատմամբ հավատարիմ չէ, իսկ Իսրայելը ձեր թշնամին է։ Կանգ առեք մեկ պահ եւ խորհեք ձեզ եւ տարածաշրջանի ապագայի մասին։ Իրանը ազնիվ է իր խորհուրդներում եւ չի ձգտում ձեզ դոմինացնել։ Իրանի ԻՀՊԿ-ն զեկուցել է պատերազմի 17 օրվա ընթացքում իր հակագրոհների արդյունքների մասին։ Կազմակերպությունից հայտնել են, որ Իրանը հարվածներ է հասցրել հակառակորդի 200 ռազմավարական օբյեկտների ուղղությամբ։ Ոչնչացվել է 4 թաթ ՀՀՊ համակարգ։ Պատերազմը հակառակորդի նորական մոտ 1.5 միլիարդ դոլար է արժենում։ Հարվածներ են հասցվել 18 նավերի եւ նավթային լցանավերի, նշվում է հաղորդագրության մեջ։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին մարտի 16-ին քաղաքական կուսակցության կողմից Երևանում կազմակերպված արարողության ժամանակ հայտարարել է Հայաստան դաշինքի падգամավոր Աննա Գրիգորյանը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որոնց միացել է նաեւ առաջ կուսակցությունը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնաբար Հայաստան դաշինքով։ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ առաջնորդը սիրելու համար չէ, սիրելու համար ուրիշ բաներ կան։ Առաջնորդը պիտի բարձրացնի կյանքի որակը։ Կարևորը այն է, որ ես եւ մեր թիմը սիրում ենք այս հողը, այս երկիրը, այս ժողովրդին եւ ունակ ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարօրությունը։ Մեր երեխաների ապագայի համար եւ հանուն ուժեղ եւ անկախ Հայաստանի միասին մենք կարող ենք։ Մարտի 17-ից 19 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Այս մասին տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Ալժիրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան չվերթ է իրականացրել դիվանագիտական նպատակով։ Այս մասին Սպուտնիկ Արմենիայի հարցմանի պատասխան հայտնել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից։ Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով օդանավի թռիչքը համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկատվության կայացել է դիվանագիտական նպատակներով, ընդգծել են արտաքին գործերի նախարարությունից։ Եվրամիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է չափազանց կարևոր լինել։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության հետ, ասել է Կալասը։ Նրա խոսքով ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա։ Եղանակը առաջիկա օրերին մարտի 18-ից 19-ը 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 21-ին 22-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին հյուսիսարևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 18-ից 3-ային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Երևանում մարտի 18-ից 19-ը 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 20-ից 21-ը 22-ի երեկոյան սպասվում է անձրև։